Բարի վերադարձ առաջին ծրագիր, շարունակում ենք մեր եթերը եւ ես հրաշալի հյուր ունեմ մեր տաղավարում Լոս Անջելեսից շատ սպասված տաղանդավոր հայ երգչուհի, ով Հայաստանում լինում է հաճախ թեպետ, բայց իրեն միշտ կարոտում ենք եւ այսպես տաղավարում է Այդա Սարգսյանը, բարի լույս։ Բարի լույս։ Եվ կրկին բարի վերադարձ հայրենիք, շատ ուրախ ենք ձեզ հայրենիքում տեսնել։ Ես շատ ուրախ եմ, որ հյուրընկալեցինք ինձ ձեր գեղեցիկ հաղորդաշարին։ Այնպես որ բոլորիս լավ, բարի տրամադրություն եւ լավ օր։ Ես գիտեմ, որ հաճախակի ստացվում է հայրենիք գալ, գնալ տարբեր առիթներով եւ այս անգամ առիթը համերգն է։ Այո։ Մի փոքր խոսենք այդ մասին։ Համերգը տեղի է ունենալու հունիսի 12-ին, ուսկան նշել Հին Անի մյուզիկ հոլում։ Հին Անի մյուզիկ հոլում կհնչեն բնականաբար հին սիրված երգեր եւ իհարկե կլինեն նոր երգեր, այո, երգի պրեմիերա։ Իսկ զուգերգեր, հյուրեր, թե բացառապես լինելու է մենահամերգ ձեր երեկոն։ Չէ, հյուրեր կլինեն, շնորհալի երիտասարդներ կան, ովքեր պարբերաբար ինձ ուղարկում են իմ երգերից, որ ես լսեմ եւ գնահատեմ իրենց աշխատանքը։ Եվ ինչու՞ չէ այս առիթը չեմ ուզում բաց թողեմ եւ իրենց էլ տամ այդպիսի մի գեղեցիկ հնարավորություն եւ գեղեցկացնեն իմ համերգը իրենց հիասքանչ ձայնով եւ ասենք իմ երգից որոշ երգեր հնչեն դուետ տարբերակներով։ Ահա, հրաշալի է։ Այո։ Եվ հետաքրքիր է Միացյալ Նահանգներում ինչով եք զբաղվում, ինչ գործունեություն եք ծավալում եւ այնտեղ ձեզ համար կյանքը ինչպես է ընթանում։ Կյանքը շատ բուռն է, ասենք կոպիտ այսպես ասեմ, 24 ժամը եթե վերցնես չի հերիքացնում, նամանավանդ եթե ունես երեխա, ընդհանրապես զբաղվածություն կրկնակի եռապատիկ ասենք լինում, որտեվ բացի իմ անձնական թե աշխատանք, թե գործունեություն, նաև գումարվում է արդեն երեխայի ծրագրերը, քանի որ ես եմ հիմնականում իրենով զբաղվում, դպրոց տանել, պարապմունքների, ակտիվիտիների եւ այլը, բայց համատեղում ենք ու հասցնում ենք, այսպես ասած։ Ես այնտեղ զուգահեռ երգի հետ զուգահեռ, որպեսզի իմ առավոտյան այդ ցերեկային ժամանակն էլ անիմաստ, ասենք, չվատնեմ, չծախսեմ, բժշկական քոլեջ ավարտեցի եւ այս պայդրությամբ նաեւ բժշկության մեջ եմ։ Իսկապես։ Այո։ Իսկ հեշտ էր այնտեղ բժշկական քոլեջում սովորել ու միաժամանակ այդ ամեն ինչը համատեղել։ Դուք կարծես թե սիրում եք բարդություններ հաղթահարել։ Այո։ Ես այդպիսի խենթ տեսակ եմ։ Որովհետև ունենալ նման այսպես խիտ գրաֆիկ եւ մի հատ էլ նոր ուղղություն վերցնել եւ սովորել, ֆանտաստիկ է ուղղակի։ Այո, եւ չեմ ուզում սահմանափակվեմ, ուզում եմ ել ավելի այն կրթությունը, ինչ որ ես ստացա, մի քիչ ոնց որ այն ցածր լեվելից սկսեցի, այդ աստիճանից սկսեցի ու բարձրանամ։ Երբ որ նոր էի տեղափոխվել նահանգներ, ճիշտ ասած անմիջապես հենց բարձր այդ աստիճանի այդ քոլեջը վերցրեցի, որ միանգամից բժշկի օգնական, այսպես ասած, որտեղ բժշկի հասնելուն գիտեք երկար տարիներ իրենց դրա ժամանակը չունեի, բայց բժշկի օգնականն էլ այնտեղ համարյա բժշկին հավասար աշխատանքա տարվում, նույն աշխատանքն է տանում, կարելի ասել։ Իսկ ինչ մասնագիտացմամբ։ Ես ֆլաբատոմի, ասենք, երակից արուն եմ վերցնում, մնացած, ասենք, EKG կարդիոգրամա եմ անում, մի խոսքով հիվանդներից ընդունում եմ գեղեցիկ, շփիտով եւ այլը, ու շատեր ասում են, ինքան մի հատ դերասանու եք նման, այն երջուն է, ասում ես եմ, վայ, մենակ չասեք երկելը թողել եք, ասում եմ, չէ։ Եվ հետաքրքիր է այդ ամենը ձեզ շատ դուր է գալիս, նույնքան որքան երգը, թե ինքը այսպես միևնույն է երգին մի քիչ զիջում է։ Բնականաբար տարբեր բաներ են։ Նայեք, ես մանկուց միշտ երազում էի դառնալ բժշկուհի։ Որտեվ մամայիս պապիկը հայտնի բժիշկ է եղել եւ ասենք փոքրուց էլ ասենք ես ինչ հիշում եմ, ասենք սատկած կենթանի էի տեսնում, թռչուն կաման, ես փորձում էի վիրահատեի իրեն
բուժեի, չգիտեմ, այդպիսի տիկնիկներս էի, չգիտեմ, վիրահատություններ էի անում, բայց խնդիրներ եղավ հանգամանքների բերումով, պետքա մեկնեի Ռուսաստան, ասենք, ավշուտ Տաջիկստան, Քերուս մոտ այնտեղ ընդում, մի խոսքով ընտանեկան բա ինչպես թե աղջիկը գնա երկար տարիներ, հետո նաև ես լողորթել եմ, պրոֆեսիոնալ լողորթ եմ, վարպետի թեկնածուի կոչում ունեմ, որոշեցի սպորտի գծով բժշկուհի դառնալ։ Գործերս հանձնեցի ֆիզկուլտ ինստիտուտ, լրիվ քննությունները գերազանց հանձնել էի, մնացել էր ընդամենը մի քննություն, իմ մասնագիտական 100 մետր լողը պիտի հանձնեի, օրը խառնել էի։ Եվ այդպես չընդունվեցի ու որ ասում ճակատագիրը ինչքան էլ փորձես շրջանցես, միևնույն է, պիտի այդտեղ գնաս։ Հետո դրանից հետո հնարավոր արդեն սենց ինչ որ ճյուղերի։ Եվ արդեն ընդունվեցի, ինձ նկատեցին, ընդունվեցի թատերական, հետո Ռոբերտ Ամիրխանյան այնտեղ լսեց, գնացի երաժշտական ջազային քոլեջ, մի խոսքով, այս սենց բուրըն, բայց այդ ցանկությունը մեջս կար ու երբ որ տեղափոխվեցի, ասի ինչու ոչ կարելի է նաև այդ չիրականացած երազանքը թեկուզ փոքր տարբերակով իրականացնել։ Բայց դուք գոհ եք, այսինքն եթե այս ճանապարհը նորից անցնելու լինեիք, նույն կերպ կանցնեիք, թե օրինակ լողի օրը չէիք խառնի։ Հա, հաստատ։ Չէիք խառնի։ Չէի խառնի։ Շատ լավ, գանք երկարվեստ, որովհետև մեր հեռուստատողը վստահ եմ, որ ձեզ շատ կարոտել է գործունեության մեջ նաև, եւ մենք ապրում ենք ժամանակներում, որտեղ երգեր կան, որ նոր շունչ են ստանում եւ ասես թե երկրորդ կյանք են ապրում, այդպես Յուրի Շատունովի երգերն են, Մելադիայի երգերն են եւ ձեր կռունկները, որ չգիտեմ ինչ ուժով կրկնակի կյանք է ստացել եւ նորից շատ ակտուալ է, համացանցում շատ ակտիվ պտտվում էր եւ այլն, դուք կսպասեիք կամ կմտածեիք, որ հենց այդ երգը տարիներ անց կրկին երկրորդ կյանք կունենա եւ կրկին հիթ կլինի։ Ես ասեմ, երգը ձայնագրել եմ 2006 թվականին։ Այս տարի կլինի 20 տարի։ Ահա, եւ ասեմ հենց ինձ մոտ օրինակ Լորկետ շարաններից հետո երբ որ այդ երգը ինձ առաջարկեցին, ես մտավախություն ունեցա։ Մտածեցի, սա կսկսեն քննադատել, ինչ ժանրա վերցրել, ասենք այդ ազգային շարքերից հետո, չնայած ես բազմաժանր երգչուհի եմ, ջազային մի խոսքով ամեն ինչ երգում եմ, բայց արդեն որ բռնել էի ազգային այդ երգերի այդ շարքը, դրանից հետո ասում էի, սա ասեն, ես ինչ ժանրա վերցրես, ինչ է երգում ես, ինչ ելևեջներ եւ այլ բայց արյուտես ու շատ տնեց հետաքրիր հենց այդ օրվանից երգը ոնց որ մտավ ժողովրդի մեջ ու Երևակայի անկում էլ չապրեց, դադարել չեղավ, որտեղ լինում է այդ երգը հնչում էր, թեկուզ արդեն ինչքան տարիներ, ասենք արդեն հեսա 9-րդ տարին կլինի, որ ես արդեն 9-րդ տարվա մեջ եմ, որ տեղափոխվել եմ Իմ ցանկացած ելույթների ժամանակ, երբ որ այդ երգը ես երգում էի, բոլորը անգիր ինձ հետ, ասենք, այդ նույն տեմպով, նույն եռանդով երգում էին։ Շատ ինձ համար ոգևորիչ էր, երբ որ, ասենք, նայեք, 2006 թվական, հիմա ես արդեն, ասենք, չէ, 20 տարի, որ արդեն այս ներկայիս սերունդը ընկալեց ու սկսեց այսենց մասսայականացնել ավելի մեծ մասշտաբով ինքը գնաց։ Իսկ ինձ հետաքրքիր է Միացյալ Նահանգներում երգում եք երգը, շատ է պահանջարկը հենց կռունկների։ Այդ եմ ասում, ցանկացած միջոցառման ժամանակ ես միշտ այդ վերջի համարը պահում եմ կռունկները, այո, այդ ազգային շունչը տալիս եմ մեր ֆոլք երաժշտություն եւ այլ, հենց վերջում կռունկները մի հատ ուրիշ բան է փոխվում։ Բայց կարծում եմ Լորկեն, եթե հավասարաչափ չէ, շատ քիչ է երևի զիջում, չէ, կռունկների հայտնիությանը եւ պահանջարկին, որովհետեւ ձեզ Լորկեով շատ ճանաչողներ կան։ Այո, միանշանակ, նայեք, միջև Լորկեն ես էլի արել էի աշխատանքներ, իմ առաջի տեսահոլովակ առաջի եղավ Մարտիկի երգը, Սիրո գնչու եւ առաջի 6-8 երաժշտություն, ռիթմի երաժշտություն երազների երգը, որ բոլորը տեսահոլովակների տարբերակով ներկայացրեցինք
Արդեն ինձ ընկալեցին այդ երգերով, հատկապես Մարտիկի երգը շատ գեղեցիկ, այսպես էմոցիոնալ նկարահանված էր։ Հետո եղավ որոշ դադար, որտեղ այդ ժամանակ էլ ես էլի հրավերք ստացա նահանգներից, ու հենց այդ աշխատանքները ես արեցի այնտեղ առաջի ձայնասկավառակ, Լորկե, Շիրխանի եւ այլը։ Այստեղ էլ ասեմ, որ բացարձակ մտքով ես չեր անցնում, որ Լորկեն ինքը կհաղթի այդ իմ արած երգերից, որտեղ բավականին ուրիշ էլի շատ երգեր ունեի, որ էլի միջև օրս բոլոր երգիչները այսօր վերցնում են պապուրիներ են սարքում եւ ընդգրկում են իմ այդ երգերը։ Ուղղվածությունս այդ մյուս երգերի վրա էր, բայց այդ որ եղավ համերգ, հրավերք եղավ, ես մասնակցեցի, հենց երգեցի Լորկե, մեկ էլ տեսեմ մեծից փոքր այսպես որ բանը մի հատ այսպես ոգևորվածություն, ասի չէ, ես ուրեմն պիտի շարունակվի։ Ու դրանից հետո արդեն ծնվեցին Շիրխանին, Օրորը, նաև արդեն ավանդական այդ մեր ծեսի այդ պատմությունները։ Շարքը գնաց։ Ինձ հետաքրքիր է ձեր կարծիքով, կունենաք նոր երգ, որը այնքան հիթ կդառնա, որ կռունկներին եւ Լորկեին կհաղթի, թե սրանք կլինեն ձեր երգացանկի այն ամենաբումային կատարումները, երգերը։ Հիմա այդ դրա թեմայով էլ անդրադառնամ, ինչի է пассивությունը իմ մոտ։ Նայեք, չեմ ասի, որ երգեր չեն ուղարկում, տեսակ, քանակ, ասենք, տարբեր քանակի երգեր են ուղարկում։ Բայց քանի որ ժամանակին անում ես աշխատանք, իրանք մնայուն են դառնում ու ասենք երկար տարիների կյանք ունեն, ու այսօր ուղակի քանակ ինչ որ ուղակի անես, ավելավա ընդհանրապես ոչ մի բան չանես։ Այ դրանով էլ է պայմանավորված իմ пассивությունը։ Բայց հուսամ, որ կգտնվեն այդ երգերը, որ իհարկե չեն զիջի ու նույն Այդա Սարգսյանը իր այդ եռանդով, իր ամեն ինչով կհանձնի դատին հանրությանը։ Մենք կսպասենք անհամբեր, ցավոք մեր ժամանակը սպառվում է, ես ուզում եմ ձեզ նվիրել մեր գործընկերոջ Իջևանի գինու գործարանի կողմից առաջարկվող սպիտակ սափոր գինին, որը լավագույն առիթների ընկեր կարող է լինել ձեզ համար։ Շնորհակալ եմ շատ։ Եվ մեծ հաջողություններ եմ մաղթում ու լավ օրեր հայրենիքում, այսպես հիշվող, որպեսզի շատ մեծ ջերմություն եւ սեր տանեք եւ Միացյալ Նահանգների այդ սառը իրականության մեջ կարողանաք այդ սիրո եւ ջերմության չափաբաժնով այսպես ապրել։ Շնորհակալ եմ շատ։ Ձեր շնորհակալություն, հիշեցնեմ եւս մեկ անգամ սիրելի հեռուստադիտողներ, Այդա Սարգսյանին եթե շատ եք կարոտել, հունիսի 12-ին կանալու է իր համերգը, անպայման բաց մի թողեք, որովհետեւ երկչույն հայրենիքում հաճախ չի կարողանում համերգներ ունենալ։ Դե իսկ մենք հիմա կունենանք կարճատև դադար, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք առաջին ծրագիրը։